Դե շատ շնորհակալություն ջերմ ընդունելության եւ քաղցր հյուրասիրության համար։ Նորից հավեցեք։ Իշխան ջան, ես ինչ բախտավոր աստղի տակ ես ծնվել։ Ոչ ոքի sense չի հրավիրվում։ Դե բարի գիշեր։ Բարի գիշեր։ Քուրես։ Ասեմ, որ դու քեզ շատ վատ պահեցիր։ Լավ պահ եղավ։ Այսօր հակառակի պես ինձ այնքան լավ պահեցի, ինքս ինձ վրա զարմացա։ Ավելորդ բաներ էիր խոսում։ Չէիր զգում, որ նյարդայնանում եմ։ Ջղայնս թե ինձ ա թվում։ Չէ, քեզ չի թվում։ Բայց ինչի համար։ Իբր չգիտես, հա։ Եթե հաջորդ անգամ ինձ նման վիճակի մեջ ես դրել, կթողնեմ ու տնից կգնամ։ Ափսոսա գնաս դառնաս իշխանի գլխին տեր ու տիրուհի։ Ասում ես տեր ու տիրուհի, թե հիմա էլ իշխանի տանը պիտի քո ականջը դառնամ։ Բա եղավ։ Ես քո համար եմ մտածում։ Ուզում եմ քո անկյունը ունենաս, տուն տեղ ունենաս։ Մի քիչ ուշ չես հիշել դրա մասին։ Թե արդեն ինձնից էլ օգուտ չկա։ Ուզում ես ինչ-որ մեկին գտնես ու ճանապարհես։ Ինչ ես ամեն քայլից մեջ վատ բան տեսնում։ Է չես ուզում, չես ամուսնանա։ Դու Աննան չես, որ զորով ամուսնացնենք։ Շնորհակալ եմ։ Բայց ինչ խոսք, իշխանեն խելքը հանարեցիր։ Լսի Բագրատ տղա, Բայց գիշեր չքնես։ կարևորը դու հանգիստ քնես։ Լսի, դու գիտես, իշխանը ինչ ունեցվածք ունի, ինչ կապերի տեր տղա է։ Չէ, դու անհույս ես Բագրատ։ Ավակ գիտես իմ հետ ինչ հա կատարվում, երբ որ Անգելինան մեր ներկայությամբ ասում է, որ ես Հենրին սիրում եմ։ Գժվում եմ ուղակի։ Նույնիսկ պատկերացնելն է սարսափելի։ Իսկ Միքայելի հետ խոսեցիր։ Ինչ ասեց։ Միքայելը իրան տարօրինակ է դրսևորում։ Ինչով տարօրինակ։ Նրա անհանգստությունը ավելի խոսքերով է, քան գործողություններով։ Լավ, բայց ինչ առաջարկեց։ Երկրից գնալ։ Դա է իր առաջարկը։ Գիտես, ես մտածում եմ, որ դա միակ ճիշտ լուծումն է։ Զարմանում եմ, ոնց կարող են նույն ընտանիքից երկու այդքան տարբեր մարդիկ դուրս գալ։ Եղբոր մեջ մարդկային ոչ մի բան չկա, իսկ քուրը ամեստության տիպ էր։ Գիշերվանից այդ աղջիկա մասին ես խոսում։ Դե որովհետև իրոք զարմանալու է։ Սովորաբար նման հարստության տեր մարդիկ շատ մեծամիտ են լինում։ Դե հեռու մի գնամ, եղբայրը քեզ օրինակ։ Այդ անկեղծ շատ է ուզում իրան օգնեի։ Սեմ, իսկ կարող է։ Կարող է ինչ։ Դե շատ մեծ հիացմունքով ես խոսում այդ աղջիկա մասին։ Կարող է հետաքրքրված ես նրանով։ Ավելի մեր հետ ուր գնացիր հասար։ Չնայած չէ։ Քեզ միայն Անգելինան է հետաքրքրում։ Քո աչքերը միայն Անգելինային են տեսնում եւ սիրտդ միայն Անգելինայի համար է բաբախում։ Մերի, երբեմն շատ լավ ես արտահայտվում Անգելինայի մասին, բայց երբեմն էլ նենց վատ ես արտահայտվում, որ մոտս տպավորություն է, թե մոռանում ես ինչքան մոտ ենք եղել իրար հետ։ Դա որովհետև բարկանում եմ։ Ես բարկացել եմ, որ նա քեզ մերժեց։ Դե կարևորը գոնե մարդը հետս անկեղծ եղավ ու ինձ անիմաստ հույսեր չտվեց։ Քաղցրավկիր։ Չեմ ուզում։ Բայց ամենից շատ գիտես ինձ ով հանգիստ չի տալիս։ Ով։ Ֆայնայի պապը։
Ֆոինայի պապու հետ ինչ գործ ունես։ Անկեղծ չեմ կարող բացատրել։ Երբ այդ մարդուն տեսնում եմ մոտս այնպիսի տպավորություն է, որ ինչ որ միտեղ ես իրան տեսել եմ։ Ինչ անետը գնացել է, չենք կարողանում նորմալ բոլորով հացի սեղանի շուրջ նստենք։ Մինչև հացը դնում ենք, արդեն կշտացել ենք։ Այդ լավ է, որ անետի բացակայությունը նկատում եք, բայց լավ չի, որ ոչ մի բան չեք ձեռնարկում։ Այդ ո՞տ է, որ հերո աղջիկական չեք բացում։ Բայց ոչ մեկ չի պատրաստում անետի հետևից պատվիրակություն ուղարկի, որ անետը վերադառնա։ Պապի, պատվիրակություն պետք չի։ Այո։ Բավականա դու գնաս, որովհետև վերջի վերջո դու ես անետին ներմուծրել։ Բալաս լսի քեզ ինչ եմ ասում, հույսդ կտրի իզնից։ Հանգիստ եղեք անետը այսպես թե այնպես ես տուն չի գա։ Ջան, Ինչի դու ես մեր դեմ լարը։ Անպայման։ Գնամ Հենրիին կանչեմ թող գա հաց ուտի։ Դու սպասիր, ես կգնամ։ Նստի բալես, նստի, ես կգնամ։ Իմիջերս դու ես է տելեֆոն փչացնում։ Ինչ անենք։ Ճաշասենյակում մեծ ցուցանակ կպցնենք, հա, որ բոլորը նույն ժամին գան նստեն ճաշի։ Մի րոպե, մի վարքան զանգագարվից։ Պաստաբաննա։ Հա, Մինասյան ջան։ Էփար կասու, լավ ենք, ախպեր ջան, հələ դու ասա, ինչ նորությամբ է զանգել։ Շնորհակալ եմ Մինասյան ջան։ Biz ամենքը գնանք բաժին ու կմաքրվենք այդ խնդիրներից։ Պապի այդ փաստաբաններ Ալբերտի հետ կապված ինչ-որ բաներ ասում։ Հա, բալես ոստիկանությունից բարձել են այդ հիմարներին, ովքեր որ ձեր ճանապարհը կտրել է, ու դրանք է խոստովանել են, որ իրանք են սպանել Ալբերտին։ Լավ է, այդ մի դարդից պրծանք։ Այսօր գնացած կլինի առավոտ շուտ։ Շտապում ես։ Հա, գործեր ունեմ։ Ոչինչ, գործերդ կսպասեն։ Կներես, որ սենց ուշ հանդիպեցինք, շուտ պիտի գայի։ Իմ գործերն էլ անհետաձգելի էին, դրա համար չէինք կարող հանդիպեինք։ Եթե եկել ես քեզ լուսավորեմ, ասեմ, որ դրա ժամանակը չունեմ։ Չունես կգտնես։ Հա, եկել եմ, որ լուսավորես, բայց քո իմացած ձևերով չէ։ Հենրի, դու ինձ հետ կոպիտ ես խոսում, իսկ ես չեմ սիրում, որ ինձ հետ կոպիտ եմ խոսում։ Ես ավելի կոպիտ կլինեմ, եթե ճշմարտությունը չպատմես ինձ։ Ինչ ճշմարտություն։ Ոնց ես հայտնվել իմ անկողնում։ Ես արդեն պատմել եմ։ Ահա, շատ լավ հեքիաթ էր, որին ես չեմ հավատացել։ Հիմա ինձ իրականությունն ես պատմում։ Ես ժամանակ չունեմ նորից կրկնելու, թե ոնց եմ քո մոտ հայտնվել։ Ու ինձ համար շատ վիրավորական է, որ դու չես հիշում մեր միասին անցկացրած ժամանակը։ Ինչքան է քեզ պետք։ Ինչ։ Ինչքան է քեզ պետք, որ հիշողությունը թարմացնես։ Կրկնակի, եռակի կստանաս։ Ես քեզ չեմ հասկանում։ Դու շատ լավ հասկանում ես։ Նենց ոնց որ ես եմ հասկացել։ Քեզ փող են տվել, որ գազ մտնես ծոցս։ Չգիտեմ ով ու ինչքան, բայց հաստատ տենց բան կա այս պատմության հիմքում։
Էս ինչի մենակ իջար։ Արդեն քեզ էլ չի լսում։ Դոչեան, սպասում եմ, որ սենց բոլորով, դու կարմիր խալին, դու ծաղիկները, դու լավաշը չմոռանաս ուսին գցելու, ես էլ կնվագեմ, կդիմավորենք, որ գամերդ նստի հաց ուտի։ Խորենքան կուրախանա, որ իմանա իրական հանցագործներին բռնել են։ Ում են բռնել։ Դու են տղաներին էլի, որ Ալբերտին կյանքից զրկել են։ Վա, ինչ լավ է։ Այդ նշանակում է մենք էլ ոստիկանության հետ խնդիրներ չունենք։ Մեր խնդիրը մենակ Հենրիի հետ է կապված։ Հենրին սենյակում չի։ Բա ուր է։ Տեղյակ չեմ։ Այդ լակոտ արդեն իրան ձեռ առել, արա դրա դեպը չեն կարում առնենք։ Բայց առավոտ շուտ ուր պիտի գնար։ Չգիտեմ, բալես, ինձ բան չի ասել։ Լուրջ։ Իսկ ինձ թվում է հենց քեզ է ասել։ Կարող է էլի բազմաղբյուր տանող ճանապարհն է բռնել։ Չէ, իմիջայլուց եթե անգիր է արել, մի հատ գիծ բացենք, հա՞ պա։ Երևան բազմաղբյուր Երևան։ Նեհա լավ բիզնես է, թող դրանով զբաղվի։ Այն ձյաձի գազելը կա հələ։ Հա։ Դիր գործի մեջ։ Ողջույն գերեզգույս։ Հուսամ շատ շուշացա։ Մի գաղտնիք բացահայտեմ։ Ես պատրաստ եմ մի ամբողջ հավերժություն սպասել քեզ։ Դե քանի գտել ես ինձ, ուրեմն շտապիր։ Շտապը։ Շտապիր ամուսնանալ ինձ հետ, որ այլևս սպասելու կարիք չունենաս։ Կամուսնանամ, մի շտապես։ Շտապը ես չեմ շտապում։ Մեզնից միայն դու պետք է ոգևորված լինես շտապելու։ Ինձ ինչ կա։ Ես սիրուն տեղավորված եմ էլեգանտ հոթելում։ Դե ես քեզ համար այնպեսի հյուրանոց եմ ընտրել, որ դու քեզ թագուհու պես գաս։ Մինչև տեսնեմ երբ եմ կազմակերպում քո եւ իմ ընտանիքի հանդիպումը։ Ձգձգում ես, բայց ոչինչ։ Իսկ հիմա արի գնանք սնվենք։ Ես քեզ կնախընտրեի համար բարձրանալ։ Ես դեմ չեմ։ Ալո։ Ձեր տան մոտ եմ, դուրս արի։ Ինչի համար ես նորից եկել։ Դուրս արի կիմանաս։ Կլինի չբարթացնես ամեն ինչ։ Գնա չեմ ուզում դուրս գամ։ Չեմ եկել սեր խոստովանելու կամ էլ խնդրեմ, որ հետս գաս։ Ուղղակի շատ կարևոր հարցով եմ եկել։ Ժամանակ շատ չեմ խլի։ Ինչքան պիտի անպատկառ լինես, որ հետդ բերես ու մի հատ էլ ինձ դուրս կանչես։ Հանգստացի։ Չեմ բերել, որ մեզ օրհնես։
Բերել եմ, որ ճիշտ է իմանաս։ Ես են տղեն չեմ ում անունը կարան կեղտոտեն։ Դու էլ խոսա։ Հենրին իմ հետ կապ չի ունեցել։ Ես եմ եկել մտել անկողին, որի համար ինձ վճարել են։ Այսինքն ինչ է նշանակում։ Հերին չի իմացել, որ դուք հայտնվել եք իր անկողնում։ Հա, հենց տենց։ Ինձ Կարոնա զանգել կանչել, երբ Հենրին խմած քնած էր։ Մենք Կարոյի հետ նախապես պայմանավորվել էինք։ Իհարկե փողի դիմաց։ Կարոն ինձ խնդրեց, ասեց մի փոքր գործ կա։ Ընդամենը պետքա ներկայացում խաղալ մինչև Հենրիի ընկերուհու գալը։ Դե սկզբից չգիտեի, որ վիդեո էլ պետք է անի, հետո առանձնապես դեմ չեղա։ Դուք համաձայնեցիք։ Դե հա, գումարը փոքր չէր չհամաձայնելու համար։ Քո ականջներով լսեցիր, որ ճիշտ էի։ Ամեն ինչ նենց չէր, ոնց տեսել էիր։ Լսել լսեցի, բայց ցավոք սրտի չհավատացի։ Իսկ գուցե Հենրին ա ձեզ գումար տվել, որ գաք ստեղ այս ներկայացումը խաղաք։ Փաստորեն այսքան բանից հետո էլ ինձ չես հավատում։ Չէ, չհավատացի։ Վկա ես վերել ուզում ես, այս հորինված պատմությունով հարցելուց ես, չի ստացվի։ Ու ինձնից քեզ խորհուրդ Հենրի, ընկերոջդ մի վարկաբեկի։ Դու գիտես, ոտքերդ չեմ ընկնելու, չեմ խնդրելու, ինչքան խնդրեցի քեզ այդ էլ է շատ։ Նստի ավտո։ Դե լավ մնացեք։ Մեր համար։ Մոսկվայում ասում էիր գնանք Հայաստան կամ ուսնանանք։ Բա եկանք էլի։ Եկանք, բայց ոնց որ ձգձգում ես։ Ինչ ձգձգել։ Որ ասել եմ ուրեմն կլինի։ Ինչի ես շտապում։ Կյանքդ վայելի էլի։ Դեռ կհասցնես խոհանոց մտնել, ճաշ եփել, լվաց կանել։ Չնայած քույր ունեմ ու աշխարհը չունի, ամեն հարցում կօգնի քեզ։ Ոնց։ Քույրդ մեր հետ է ապրելու։ Այսինքն։ Դե ամեն դեպքում չամուսնացած օրիորդ է։ Կարող է մի տան մեջ այդքանով ապրելը հարմար չլինի։ Ես ոնց ես խոսում քրոջս մասին։ Անետս ինձ համար ոսկի է։ Ու վայեն մարդուն, ով սխալ կողքով կանցնի։ Պարզա։ Անեթ այն մարդն է, որ այնքան բան արել երեխեքիս համար, որ հարազատ ծնողը չեր անի։ Լավ, բան չասեցի, ուղղակի ուզում էի նախապես իմանալ։ Դե լավ է, որ իմացար։ Էն էլ նախապես։ Քո կենացը։ Մարդ չի կարող իրա մտքերով 2 րոպե մնա։ Ալո։ Ուր ես։ Ինչ ես անում։ Հա, դյադ Միկո ջան, գործերով է էլի խառը։ Երկար է տևելու։ Դե տենց մոտ մի 40 րոպեի կարգի։ Կարող ան երետելա հետդ։ Չէ, իրար հետ չենք։ Ես լրիվ ուրիշ տեղ եմ։ Դες գուշեղի։
Որ զանգի ասա հետս կապնվի։ Զանգում եմ չի պատասխանում։ Եղավ ձյադ Միքո ջան, պրոբլեմ չկա։ Լսրնն է եղել։ Հələ դες ոնց է խափում ինձ թիզուկ էսը։ Դե Կարո ջան, մտքերդ հավաքի, այսինքն մտքերդ անջատի ու վայելի։ Ով ու ման կգա, ում կգտնի, այդ քեզ վապշը հետաքրքիր չի։ Ինչ սիրուն մեծ տունը։ Ես հենց սենց էլ պատկերացրել եմ Հենրիի տունը։ Բայց դե ես մեծ տունն էլ իրա վատ կողմերն ունի էլի։ Այսքանը ես մենակ պիտի մաքրեմ, չեմ հասկանում։ Չեմ կարողանա, Աստված ջան, ո՞նց եմ ես այսքանը մենակ մաքրելու։ Կարող է ինձ օգնեն։ Չնայած ով պիտի օգնի։ Մաման գործի է, առավոտից երեկո աշխատանքի է, բժիշկ է այդ կինը։ Գալու է հոգնած աշխատանքից տուն, բնականաբար չի կարողանա օգնել։ Ֆայն անել այսօր այստեղը վաղը ամուսնանալու է գնա։ Յանա ջան, ամբողջը մենակ պիտի անես։ Տանել 3 տղամարդ, ո՞նց ես հասցնելու։ Դժվար է լինելու Յանա։ Յանա, Ֆայն։ ինչի՞ ես մոլորվել կանգնել ներս արի։ Գալիս եմ, սպասի, հաշվարկներս եմ անում։ Չէ, եթե ես գոնե մեկ օգնող չունեցա, հալումաշ կլինեմ լրիվ, չի լինի սենց։ Ֆայնա։ Ինչ դժվար ես գալի, տնորշեմ։ Հեշտ գտար։ Հա, քարտեզով։ Դրա համար հաճախ կգաս մեր տուն, որ քարտեզի կարիք չունենես։ Ոնց ասես, հես այդ սխալը կուղենք։ Գնա։ Հերի տանա։ Հələ սավերցրու։ Ֆորյու եմ իցա, մտածեցի մենակ այնտեղից կգտնեմ քո ճաշակողներին։ Ապրեն Շադյան ջան, բայց կարիքը չկար։ Վայ, ոնց չկար, Ֆայնա ջան, եկել եմ, որ մեր հաղթանակը տոնենք։ Ինչ հաղթանակյան։ Վայ, Ֆայնա, մոռացել ես, որ մեզ տարել էին ոստիկանատուն ու քիչ էր մնում մեզ քաչալացնեին ու գցեին այդ վանդակների մեջ։ Արի ես մեզ քաչալ չպատկերացնեմ, բայց իրականում ես քեզ շատ շնորհակալ եմ, Յան։ Եթե դու չլինեիր, այդ մարդասպաններին չէին բռնի։ Իհարկե, Ֆայնա ջան, էլ ով կարող էր Հենրիին այս խնդիրներից ազատել, եթե ոչ ես։ Փաստորեն Հենրիի համար ես արել։ Չէ, այս անգամ ոնց որ բոլորիս համար եմ արել։ Ֆայնա։ Նայ։ Այս քոննա, մի րոպե։ Սա բացեմ ցույց տամ։ Էս էլ մամային է տա։ Տանը չի, չէ՞ մամատ։ Չէ, հա երբ է ժամի տանում։ Ոչինչ, լավ։ Բացեմ ցույց տամ, հետո փոխանցես։ Ինչ նուրբայան։ Պես ինչ սիրուն ա նուրբ։ Յան շատ սիրուն ա, վստահ եմ շատ կուրախանա։ Բայց ինչի՞ ես սենց նեղություն քաշել։ Այ նեղություն չի։ Հələ շոկոլադոտ։ Մեկն էլ քեզ։ Գիժ։
Ինչ կա եղբայր, ինչ բան ես։ Ոնց գիտես, ոչ մի նորություն։ Ասում եմ կարող գաս ծաղկաձոր։ Մակուրոթին հաց ուտենք, ամել թարմ լուրեր ունեմ Մոսկվայից։ Քննարկենք, տեսնենք ինչ ենք անում։ Ժամանակ չունենք։ Այդ թարմ լուրերը դուրս եկավ։ Դե հաց չեմ ուտում, քեզ եմ սպասում։ Լավ։ Հուսամ մեծ քաշքշուքի մեջ չեմ ընկնի։ Դրա մասի սկզբից պետք է մտածեիր։ Մի քիչ ուշ ես սկսել անհանգստանալ։ Խնդրում եմ, խոստացի, որ ես ոչ մեկ այդ խնդիրներ չեմ ունենա։ Գնա գործերիդ։ Մնացել էր քեզ ինչ-որ բան խոստանայի։ Էս ինչ վատ ու վտանգավոր պատմության մեջ գցեց ինձ Կարեն։ Ոնց այսքան հիմարացա։ Ոնց ընկա իրա թակարդը։ Ու դեռ իրան թվում էր պիտի հավատայի հորինած ստերին։ Մտածել իրան արդարացումա գտել, այդ աղջկան էլ հետևից գցել բերելը։ Առանց ամաչելու էլ մտերիմ ընկերոջ գլխինա բարդում մենակ թե ջրից չոր դուրս գա։ Էդ ես դու Հենրի։ Դու ոչ միայն ինձ սիրել ու գնահատել չգիտես այլ քո մտերիմներին ու հարազատներին։ Ոնց ավելի շուտ գլխի չէի ընկնում, ոնց կուրացած ոչ մի բան չէի նկատում։ Ծնողներս այդքան զգուշացնում էին, բառ անգամ չէի ուզում լսեի հակառակը, իրանց էի մեղադրում քեզ անհիման փնովելու համար։ Ինչքան երազանքներ ունեի, ինչքան երջանիկ ու լավ օրեր էինք մտովի պատկերացրել։ Ամեն ինչ հոտս ցնտեց, որովհետև պարզվեց դու ստախոս սրիկա ես։ Բարև ձեզ։ Բարև, Անգելինան չի եկել։ Չէ, դեռ չի եկել։ Անգելինա, Հա, Աննա Բագրատովնա։ դու վերապատրաստման չես։ Վերապատրաստման եմ, բայց նախընտրեցի չգալ։ Ինձ թվում էր մենք խոսեցինք ու ամեն ինչ հասկացանք։ Հենրին էր եկել ուզում էր իր արածները ծածկեր։ Ինչ որ անհետ բացատրություններ էր տալիս ու այդ աղջիկն իր բացատրությունները հաստատում էր։ Իսկ միգուցե պետք էր լսել, տեսնել ինչ է ասում։ Լսեցի, բայց չհավատացի։ Ասում էր, որ ինքը այդ աղջկա հետ կապ չունի, Կարոն է կանչել ինչ-որ հատուկ նպատակով։ Բայց ինձ էլ հո Կարոն չի կանչել, Հենրին էր կանչել։ Բայց եթե ինքը իմանար, որ այդ աղջիկը գալու է, ինչի պիտի քեզ զանգեր կանչեր։ Իհարկե կներեք ինձ Աննա Բագրատովնա, բայց ես չեմ կարող հավատամ այս անհետ պատմությանը։ Գիտես, ես իմ տղային լավ եմ ճանաչում։ Ու եթե ինքը եկել է խոսելու, նշանակում է ճիշտ է ու ուզում է ապացուցել քեզ։ Բայց դա ամեն դեպքում պատճառ չի, որ դու վերապատրաստման չներկայանաս։ Ես քեզ խնդրում եմ, որ գաս հիվանդանոց։ Արի կխոսենք, կհասկանանք ինչ կարելի է անել։ Լավ։ Դրանք գիտեն, որ եկել ես։ Ես բան չեմ ասել։
Լավ է։ Ինչքան շատ բան իմանան, այդքան շուտ շարքից դուրս կգան։ Ուր էր, որ շուտ շարքից դուրս գային, կդնջանենք, չոքել են բկներից։ Ոչինչ, շուտով, ժամը ասել է։ Բարեձեզ։ Ես ուտուշ խմուշի մեջ եք, հա? Ադե խնամի մարդ ես հրա, մի բերան ասիր, մեզ էլ կանչեի կայինք միասին, էլի։ Կիպեք իրար էդ լավ։ Ինչի՞, դու չգիտեք են, որ ես ու Բակրատը մանկության ընկերներ ենք։ Այ լավ էլի, աղբուր ես վերջացնում, դու սկի սիլաչի տեղը չգիտես, որ մնաս Բագրատի մանկության ընկերելն ես։ Կարամ չէ մի երկու րոպե նստեմ։ Արա փաստորեն դու ես, հա մեր փայկրիսը։ Ոնց չէ իմացել, է։ Չնայած դու այնքան փոքր ֆիգուր ես, որ դրա մասին չէ էլ մտածել։ Եթե իմանայի, վաղուց քեզ արդեն բնի մեջ կխեղդեի։ Ինձ խեղդել այդքան հեշտ գործ չի, Հենրիկ։ Ոնց որ իրավիճակը լավ չես հասկանում։ Ես դժվար գործերից չեմ վախենում։ Արա վայ իշխանիկ։ Արա բեղլու, ես էլ ասում եմ, հələ մի հատ հետաքրքրվի Մոսկվայում, ով ա մեր ոտի տակ ընկել, ով ա քիթը խոթել մեր հանքերի մեջ։ Դու մեզ դու ես կողել քիթդ մեր հանքերի մեջ, հա։ Հենդո, մեր հանդիպումը գործնական չի։ Ուղղակի Բակրատը իմացել էր, որ Երևանը եմ, հրավիրել է մի կտոր հաց ուտելու։ Ինչ մի դարձրել ես ես իմ։ Դե էլ իշմին որն է։ Եկել էի մի հատ զանգ էիր։ Դե մեջքից հետևից գծագրեր ես գծում։ Լավ, Հենդո։ Զանգելու էի։ Ես երկորն ա, որ Հայաստան եմ մտել։ Գալու էի քեզ տենայի։ Մինչև քո զանգելը, ծտեր ինձ խաբարը բերել էին արդեն։ Եսի չգիտե, ես էլ եկա իմ աչքով տեսա։ Իսկ փոխարեն ես եղել Չարիֆին էի բռնեկցի պատմալը։ Տպում էինք, հայ մեղքի տակ էինք ընկնում։ Այ քեզ առանձնատուն, ամեն ինչ այնքան սիրուն ա, ճաշակով։ Բա ինտերիերը, կահույքը։ Յանա, քեզ տեսնեմ, աշխարհն էլ շուտ կա, դու պիտի այս տուն հարս գաս։ Յան, Հա, Ֆայնա։ իչի թեյը պատրաստ է։ Ահա, հեսա գալիս եմ, մի հատ այս սենյակն էլ նեմ ու գա, սպասի։ Թե ասա ինչ եք այսքան մեծ տուն սարքել, մոլորվել կարելի է։ Այ, շատ սիրուն է։ Լավ տնտղեցիր, հոբան բաց չես թողել։ Ֆայնա, գիտես ինչի վրա եմ զարմանում, ասում եմ ես մեծ տան մեջ, դուք ոնց իրար չեք կորցնում, չեմ հասկանում։ Դու տենց, Յան, ամեն մեկս մեր տեղն ենք։ Ասում եմ մի հատ հարմար տեղել Հենրիի սենյակում, ինձ համար պատրաստի, շուտով ես հարս եմ գալու, չէ՞ ես։ Յանա, ես մեկ-մեկ ապշում եմ քո լավատեսության վրա։ Դա լավատեսություն չի, դա հավատ է։ Յանա, չեղած բանին հավատալը կամ հիմարություն է կամ լավատեսություն։ Ֆայնա ջան, ապրես։ Խմի, հա։ Սառեց։
Հա, բալես։ Մամ, ես գնում եմ վերապատրաստման։ Էլի սկսեցիր։ Աննա Բագրատովնան էր զանգել։ Ասում էր, որ եթե վերապատրաստումներս բաց թողամ, հետո դիպլոմի հետ կապված խնդիրներ կառաջանան։ Ես չեմ հասկանում դրանց ընտանիքից բրծում չկա։ Մամ, այդ իմ գործն է։ Իմ ուսումն է։ Ես չեմ պատրաստվում ինչ-որ բանի համար խաչ քաշեմ իմ ապագայի վրա։ Գրկում եմ։ Ոնց պատտվում ենք, անընդհատ դրանց ջանքերն ենք ընկնում։ Յան, իսկ ուզես ստեղ մնաս։ Լուրջ ես ասում, կարող եմ։ Հա, ինչի՞ չէ։ Հենրին տուն գալու է գիշերը։ Դե ոնց էլ չլինի գալու է։ Ֆայնա, ես ինչ ընտիր միտքա իհարկե կմնամ։ Օպրես հոգիս փառավորված այդ առաջարկից հետ։ Հələ լսի, գիտես չէ, ես մարդկանց ճանաչելու մեծ վարպետ եմ, սենց աս տեսնում եմ 5 րոպե հետո միանգամից ռենտգեն եմ անում ու հասկանում եմ արժի այդ մարդու հետ շարունակել շփվել, թե պետքա գրողից օծն ուղարկել։ Քեզ հենց տեսել եմ, առաջին վարքյանից ասել եմ, այս աղջիկը պիտի իմ ընկերուհին լինի։ Օպրես։ Լսի, բայց չենք կարող այդպես, պետքա մի հատ մոչիներ պատվիրեմ, մի րոպե։ Դու իմ սույթի մոչիները։ Հիշում ես Հենրին ասաց, որ հավանել է։ Հենց որ հիմա հեսա կպատվիրենք։ Հայ, ապրես։ Մի րոպե։ Ահա, այ հենց սրանից էլ կպատվիրեմ։ Համ համովա, համ սիրուն։ Մի հատ նամակ ու վերջ, մոչիները իրենց ոտքով գալիս են ձեր տուն։ Մի րոպե։ Բայց դու չէիր ուզում Նիհարը իրյան։ Չկա տենց բան, Ֆայնա ջան, ես ինձանից շատ գոհ եմ, ով գոհ չի, թող նա էլ մտածի։ Հեսա մոչիներն էլ կուտենք, անտյուր։ Ավելի լավ։ Բա գիտեիր Մարսելն էիր։ Դժվել ես Սարա, ես ինչ ես անում։ Այդ փողով աղջիկ ես բերում տունդ։